Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մարտ ամսվա հորոսկոպը խոյ նշանի համար։ Սիրելի խոյեր, կնայենք, թե ինչ մոլորակային դիրքավորում ունենք այս ամսում, կնշեմ բացասական օրերի մասին, ինչպես նաև լուսնի խավարման մասին։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը նայեք նաև ասցենդենտի նշանով։ Ասցենդենտի նշանը շատ ավելի կարևոր է, քան արևի նշանը։ Եվ երբ նայեք ասցենդենտի նշանով, կհասկանաք, թե ամեն ինչ կան ճշգրիտ է համապատասխանում։ Իսկ արևի նշանը ուղղակի կլրացնի ասցենդենտի նշանին։ Շատ լավ կլինի, որ յուրաքանչյուրդ իմանաք, կարողանաք կազմել կամ զուտ իմանաք ձեր ծննդյան քարտեզը, որպեսզի հասկանաք, թե ձեր ծննդյան պահին մոլորակները ինչ դիրքավորում են ունեցել, որ նշաններում են գտնվել եւ ինչ աստիճաններում ունեք մոլորակներ։ Սա շատ կարեւոր է, քանի որ ձեզ կտա ավելի հստակ ինֆորմացիա, հատկապես իմ կանխատեսումները նայելիս, ես միշտ նշում եմ աստիճաններ, բնականաբար արդեն նայելով ձեր ծննդյան քարտեզը կարող եք համեմատություն անցկացնել եւ հասկանալ ինչքանով այս կամ այն իրադարձությունը հենց ձեզ վրա կանդրադառնա։ Այժմ անցնենք հերթականությամբ ներկայացնեմ, որպեսզի բաց չթողնենք ոչ մի բան, արևը մինչև մարտի 20-ը կգտնվի ձուկ նշանում, իսկ դա սիրելի խոյեր ձեր 12-րդ տունն է։ Երբ արևը գտնվում է որևէ տանը, դա նշանակում է ամբողջ էներգիան ուղղվում է այնտեղ։ Եթե ինչ-որ հարցեր եք ցանկանում կատարել կապված 12-րդ տան հետ, այսինքն բուժում, դա բժշկական հաստատություններն են, հեռավոր հողերն են, եթե օրինակ ցանկանում եք անցնել բուժման կուրս, գնալ հետազոտության, ապա այս ժամանակահատվածը հիանալի կլինի ձեզ համար, եթե ցանկանում եք օրինակ ինչ-որ փաստաթղթերով զբաղվել արտերկիր մեկնելու հետ կապված կամ մեկնել արտասահման հանգստանալու, ապա դրա համար եւս բարենպաստ ժամանակահատված է։ Ամսի 20-ից հետո արևը կանցնի արդեն ձեր առաջին տուն խոյ նշան։ Իսկ երբ արևը առաջին տանն է, դա հիանալի ինքնազգացողություն է, կարծես փայլում ենք, լավ ժամանակահատված է փոխելու արտաքինը, իմիջը, սանրվածքը, մազերի գույնը, պլաստիկ էսթետիկ միջամտություններ կատարելու։ Իհարկե, այս դեպքում ավելի ճիշտ կլինի մասնագետի հետ խորհրդակցել, որպեսզի ծննդյան քարտեզով ավելի անհատական հասկանա, որ ժամանակահատվածն է ձեզ համար եւ որ օրն է ավելի լավ կատարել։ Արևը առաջին տանը նաև կարող է բերել ձեզ նոր ծանոթություն, նոր հարաբերություններ։ Մերկուրի մոլորակը կգտնվի հետընթաց դիրքով մինչև ամսի 20-ը ձուկ նշանում։ Մերկուրի մոլորակի հետ կապված ունեմ դենյութ պատրաստած, դրա մասին կարող եք նայել, չկրկնվեմ, իզուր ժամանակ չծախսենք։ Վեներա մոլորակը մինչև մարտի 6-ը կգտնվի ձուկ նշանում ձեր 12-րդ տանը, բերելով ինչ-որ հաճելի նորություն, կապված հեռու հողերի հետ կամ զուտ հաճելի ճանապարհորդություն։ Ամսի 6-ից սկսած Վեներան կանցնի խոյ նշան, սիրելի ընկերներ, եւ դա ուղղակի հիանալի ժամանակահատված է ձեզ համար։ Եթե ցանկանում եք ինչ-որ պրոցեդուրաներ կատարել, սիրո խոստովանություն անել, լավ ժամանակահատված կլինի դրա համար։ Փոխել արտաքինը, կդառնաք ավելի գեղեցիկ, Վեներան ձեզ կօգնի ավելի գեղեցիկ դառնալ, ավելի գրավիչ դառնալ, շփումը կշատանա, նոր ծանոթություն կարծում եմ, որ կլինի ոմանց մոտ։ Մարս մոլորակը սկսած մարտի 2-ից մինչև ամսվա վերջ գտնվելու է ձուկ նշանում ձեր 12-րդ տանը։ Մարսը 12-րդ տանը անսպասելի ինչ-որ իրավիճակներ կարող է ձեզ բերել, եթե պետք է արտասահման գնաք, զգույշ եղեք ճանապարհներին, առհասարակ սուր կտրողծակող գործիքների հետ զգույշ եղեք եւ շատ զգույշ եղեք նաև գրակի հետ աշխատելիս, քանի որ 12-րդ տունը դա հիվանդանոցներն են նաև, իսկ Մարսը այնտեղ հնարավոր է ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտություն առաջանա դիմելու բժշկի։ Ինչպես նաև Մարսը 12-րդ տանը, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, բայց հնարավոր է նաև վիրահատություն լինի։ Յուպիտեր մոլորակը ամսի 15-ից սկսած կդառնա ուղընթաց, մոտ 4 ամիս էր, ինչ Յուպիտերը գտնվում էր հետընթաց դիրքով ձեր 4-րդ տանը, ինչ-ինչ պատճառներով, գուցե որոշ հարցեր ձեզ մոտ չէր ստացվում, երկարաձգվում էր, հատկապես ինչը կապված է տան հետ, տան անդամների հետ կամ անշարժ գույքի հետ, արդեն ամսի 15-ից կդառնա ուղընթաց խեցգետի նշանի 15 աստիճանում։ Այն խեցգետինները, ովքեր ասցենդենտով են խեցգետին, ասցենդենտը գտնվում է 15 աստիճանում, դուք բոլորից շատ կզգաք այս Յուպիտերի ուղընթաց դառնալը, թե ինչ ձեզ մոտ չէր ստացվում եւ հիմա արդեն ակտիվ կերպով արդեն կսկսի ստացվել, կամ բոլոր նրանք, ովքեր ծնվել են ապրիլի 6-ին, 7-ին, 8-ին։ Այս օրերի ծնվածների վրա եւս Յուպիտերի ուղընթաց դառնալը դրական փոփոխություն կտա։ Սատուրն մոլորակը շարունակում է սիրելի խոյեր գտնվել ձեր
առաջին տանը այս ամսում շարժվելով 1-ից 5 աստիճան։ Սատուրնը մի փոքր առհասարակ Սատուրնը երբ առաջին տանն է, լավ ժամանակահատված է նիհարելու համար։ Սատուրնը գուցե ձեր հարաբերությունները մի փոքր սառնություն մտցնի եւ կարծես ստուգի ձեր հարաբերությունները։ Սա առաջիկա 2.5 տարիների ընթացքում այդպես է լինելու։ Եթե հարաբերությունները շատ ամուր են, Սատուրնը ել ավելի կամրացնի, բայց եթե հարաբերությունները ամուր չեն, Սատուրնը հնարավոր է որ դա վերացնի այդ հարաբերությունները։ Սատուրնի հետ նշեմ նաև այս ամսում բոլորից շատ ով որ խոյերը կզգան, ովքեր ասցենդենտով խոյ են, ասցենդենտը գտնվում է 1-ից 5 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի, այսինքն մարտի 24, 25, 26, 27, եւ 28։ Մարտի 24-ից, այսինքն 28 ընկա ժամանակահատվածում ծնվածները Սատուրնի փոփոխությունները, այդ սահմանափակումները այս ժամանակահատվածում բոլորից շատ նրանք կզգան։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելով 8-ից 11 աստիճան, սիրելի խոյեր, աղեղնավորը համարվում է ձեր 9-րդ տունը։ 9-րդ տունը այն ամենը, ինչը կապված է բարձրագույն կրթության հետ, արտասահմանի հետ, փաստաթղթերի հետ, ինչը վերաբերում է արտասահմանին եւ այլն։ Զգույշ եղեք, որպեսզի խաբեության զոհ չդառնաք։ Օրինակ, հնարավոր է որոշեք արտերկիր գումար փոխանցել, բայց ձեզ խաբեն կամ ձեզ փորձեն խաբել օրինակ առաջարկելով ինչ-որ կլորիկ գումար, որ դուք նրանց տաք եւ նրանք ձեզ համար օրինակ վիզա կսարքեն կամ ինչ-որ փաստաթուղթ կսարքեն արտասահմանի հետ կապված, հնարավոր է որ խաբեության զոհ դառնաք, այնպես որ եղեք շատ զգույշ։ Եվ բարձրագույն կրթության հետ կապված հնարավոր է ինչ-որ անհամաձայնություններ, տարաձայնություններ լինեն ձեր դասատուների, ձեր դասախոսների հետ։ Սա նշեցի, այժմ խոսեմ լիալուսնի մասին, որը ունենալու ենք ամսի 3-ին, բայց սա սովորական լիալուսին չի, այսօրը լինելու է լուսնային խավարում, կույս նշանի 12 աստիճանում։ Այս խավարում իր ազդեցությունը կունենա ոչ միայն այս օրը, կամ առհասարակ սովորաբար լիալուսինը 2 շաբաթ է, իր ազդեցությունը ունենում, այստեղ այս լիալուսինը ամենաքիչը 3 ամիս առաջ եւ հետո իր ազդեցությունը կարող է թողնել ձեր կյանքում։ Ամսի 3-ով ավարտվելու է խավարումների միջանցքը, իսկ մինչ այս մենք գտնվում էինք խավարումների միջանցքում, կարևոր գործողություններ անելը ցանկալի չէր, արդեն մի քանի օր էլ անցնի, նոր արդեն ձեր որոշումները կարող եք կայացնել։ Քանի որ կույսը ձեր 6-րդ տունն է, իսկ լիալուսինը ինչ-որ բարձություն է մտցնում, վերջնական կետ է դրվում, 6-րդ տունը ինչ է, դա աշխատավայրն է, որտեղ մենք աշխատում ենք, այսինքն այս լիալուսնի ազդեցության ներքո, խավարման ազդեցության ներքո շատերը կորոշեն դուրս գալ աշխատանքից, փոխել աշխատանքը, ընտանի կենդանի օրինակ ունենալ կամ ինչ-որ հարցեր կարող են բարձրաբանվել ձեր ընտանի կենդանիների հետ նկատմամբ, ինչպես նաև առողջության հետ կապված, այնպես որ հետևեք ձեր առողջությանը։ Իհարկե ավելի մանրամասն այս խավարման հետ կապված առանձին նյութում կարող եք տեսնել։ Նորալուսնի հետ կապված սիրելի ընկերներ, նորալուսինը մեզ մոտ կլինի ամսի 19-ին ձուկ նշանում, նորալուսինը դա նոր էներգիայի նոր սկիզբը, իսկ ձկները դա հեռավոր հողերն են, հեռավոր վայրերն են, գուցե ինչ-որ հեռավոր վայրերից նորություն իմանա կամ ձեզ հյուր գան կամ այս ժամանակահատվածում ոմանք սկսեն բուժում, նման հարցեր կարող են լինել։ Այժմ լարված օրերի մասին։ Անցած ամսվա, այսինքն փետրվար ամսի վերջից մինչև մարտի 4-ը, ընկած ժամանակահատվածում Ուրանը եւ Մարսը 90 աստիճանի անկյունով են հանդես գալու, դա շատ բացասական դիրքավորում է, այսինքն անսպասելի իրավիճակներ կարող են լինել, սուր կտրող ծակողգործիքների, կրակի հետ աշխատելիս, պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել, գազի հետ, հոսանքների հետ կապված, ճանապարհների հետ կապված, ինչպես նաև ավիացիայի հետ կապված, այնպես որ եղեք շատ զգույշ այս օրերին։ Եվ լարված օրը լինելու մարտի 13-ը, մի քանի օր առաջ հետո միշտ նկատի ունեցեք, Մարսը եւ Սև լուսինն են կազմելու 90 աստիճանի անկյուն։ Դա սիրելի ընկերներ բացասական դիրքավորում է, գուցե ինչ-որ Սև լուսինը առհասարակ ամեն ինչ հրահրում է, իսկ Մարսը դա ակտիվություն է, էներգիա է, գուցե այս ազդեցության ներքո ինչ-որ վիճաբանություն, տարաձայնություն լինի, մեքենայի արագությունը գերազանցեք, որի հետևանքով ոչ հաճելի դեպքեր լինեն, այնպես որ այս օրերին եւս եղեք շատ զգույշ։ Այսքանը կապված մարտ ամսվա հետ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։